Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Նման դեպքում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսության, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Նախ զրույց ընթրիքի սեղանի շուրջ, հետո արդեն առանձնազրույց, հետո մամուլի ասուլիս։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր։ Ինքը նախ պատմում է Իրանի հետ հատկապես հետագա տնտեսական հեռանկարները։ Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, եւ սա կարևոր արդյունք է։ Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։ Երկկողմ օրակարգին առնչվող տարբեր հարցերից զատ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը, խաղաղության խաչմերուկին եւ այլն։ Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը։ Խրախուսում ենք այս փաստաթղթի հնարավորինս արագ ստորագրումը։ Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցում ենք եւ դեմ ենք սահմանային եւ գեոպոլիտիկ ցանկացած փոփոխության։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է։ Բոլոր հարցերը պետք է դիվանագիտության լեզվով լուծել, շեշտում է իրանցի դիվանագետը։ Լրագրողները սակայն հիշեցնում են Արաղչիին, Ադրբեջանը նախապայմաններ է դրել, մյուս կողմից ապատեղեկություն տարածել, թե հայկական կողմը սահմանային իրադրություն է սպառնում է, պահանջում Զանգեզուրի միջանցք։ Արաղչին կրկնում է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը։ Էսկալացիայի վտանգ տարածաշրջանում կա եւ մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասնեն եւ տարածաշրջանում ականատես կլինեն կայունության, որը բոլորի շահերից է բխում։ Մենք գտնում ենք, որ երկխոսության ու դիվանագիտության միջոցով պետք է լուծվեն բոլոր հարցերը։ Դեմ ենք ցանկացած ռազմական ճանապարհով հարցերի լուծմանը։ Հաղորդակցությունների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո եւ պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը ու ազգային օրենքները։ Սրանից բացի որևէ այլ ուղի չի համարվում ընդունելի։ Եվ բեռնափոխադրումների մասին սահմանին հայ բեռնատարների վարորդների համար դիզվառելիքի թանկացման հարցն էլ է եղել նախարարների քննարկման սեղանին։ Սպորտագիտական խմբերը կամ փորձագետները կամ աշխատանքային խումբը այդ ուղղությամբ աշխատել է։ Մենք մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների համար էլ եւ երկու երկրների բեռնափոխադրողների համար էլ եւ վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ եւ ավելի հարմարավետություն կառաջարկի։ Աշխատանքները առաջիկայում կամփոփվեն, նախարար Միրզոյանի խոսքով մոտ են այդ աշխատանքների վերջնականացումը։ Բաքվի եւ Երևանի միջև անշրջելի եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը, դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Բաքուն բազմիցս կրկնել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախկինում հնչեցված նախապայմանը փոխել Հայաստանի հիմնական օրենքը, սակայն Հայաստանը սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին աճել է 4.1%-ով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել են 19.4%-ով, մինչդեռ շինարարության ծավալները աճել են 22.2%-ով։ Առևտրաշրջանառությունը աճել է 7.8%, ծառայությունների ծավալը 12.4%, կտրուկ նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը 52%, որի արդյունքում արտահանումը նվազել է 59.7%, ներմուծումը 45.8%-ով։ 3 պահնորդ մեկ մեքենայի մեջ ներքին գործերի նախարարությունը առաջարկում է կրճատել անձին ուղեկցող պահնորդների եւ մեքենաների թիվը։ Ընդդիմադիր падգամավորները սակայն մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում վիճահարույց ձևակերպումներ են տեսնում։ Այս կոշտ սահմանափակումը, ասում եք տրանսպորտային մեկ միջոց եւ ինչքան ուղեկցող անձ կա կամ թիկնապահ կա, թող այդ մեքենայի մեջ լցվեն եւ վերջ, եւ ընդ որում իրենից ոչ ավել։ Ասենք պատկերացեք, մարդը իր ընտանիքով է գնում։ Այդ ոնց պիտի ապահովի դա, էլի։ 3 պահնորդ, որ ասում ենք, դա առավելագույն քանակն է, եւ սա վերաբերվում է մեկ պահպանվող անձին։ Այսինքն, եթե ընտանիքի մասին է խոսքը գնում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ըստ էության յուրաքանչյուրը կարող է ունենալ առավելագույնը 3 պահնորդ եւ բնականաբար յուրաքանչյուրը արդեն համապատասխան տրանսպորտային միջոցով։ Նախագծի մեջ նշվում է նաև, որ վարորդն էլ պետք է թիկնապահ լինի։ Պատգամավորը հարցնում է, իսկ եթե նման վարորդ չգտնվի այդ դեպքում ինչպես պետք է կարգավորվի հարցը։ Նաև լինում են դեպքեր, երբ քաղաքացուն ուղեկցում է երկրորդ, երրորդ մեքենան, եւ երբ ուղեկցողին հարցնում են, թե ովքեր են այդ մեքենաներում, նա հայտնում է, որ թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետեւ իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանալ որպես գործընկերներ։ Ինչ վերաբերվում է ստուգել առաջնահերթություններին, կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Ներքին գործերի փոխնախարարը падգամավորներին առաջարկեց բոլոր հարցերի պատասխան ունենալու համար գրավոր հարցեր ուղարկել։ Նախագծով նախատեսվում է նաև, որ առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնելը, ուղեկցող ունենալը կամ թիկնապահով շրջելը 500,000 դրամ տուգանք կարժենա։ Վարչական պատասխանատվություն է։ Հունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելարուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Նա Բելարուսը ղեկավարում է 1994 թվականից եւ այս պաշտոնում անընդմեջ ընտրվել է 7 անգամ։ Նախագահի երթնակալության արարողությունը տեղի ունեցել Մինսկի անկախության պալատում։ Էրիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, շփումները տեխնիկական բնույթի են եղել, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Տեսեք, վերջի վերջո մենք խոսում ենք տեխնիկական բանակցությունների մասին։ Դրանք մանրամասների շուրջ բանակցություններ են, այնպես որ իհարկե տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի։ Դա պետք չէ սպասել։ Սա մեկ եւ երկրորդը եւս մեկ անգամ կրկնում եմ, այժմ վերլուծվում են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ներկայացված զեկույցները եւ միայն դրանից հետո կարելի է խոսել որոշ ըմբռնումների մասին։ Լրագրողներին ասել է Պեսկովը պատասխանելով այն հարցին, թե Էրիադում բանակցություններից հետո նախատեսվում են արդյոք պաշտոնյաների հայտարարություններ կամ ելույթներ։ Իլոն Մասկը իր գլխավորած ավտոմեքենաշինական Տեսլա ընկերության վրա հարձակումներն անվանել է ահաբեկություն։ Ոչ մի կասկած չկա, որ հրաձգությունը Տեսլայի խանութների դեմ եւ լիցքակայանների հրկիզումը ահաբեկչական գործողություններ են, գրել է նա X-ում։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ավտոմեքենաների եւ Տեսլայի դիլերական կենտրոնի դեմ վանդալիզմը համարում է հոգեկան խանգարման դրսևորում։ Քարդի Բին շատ է տխրել այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ իր 6-ամյա դուստրը Culture-ը գրիչով նկարել է Hermes Kelly պայուսակի վրա։ Նյույորքցի 32-ամյա рэփերը ֆիքսել է իր թանկարժեք պայուսակի անուղելի վնասը եւ կադրերը տեղադրել Instagram Story-ում։ Ես $60,000 եմ ծախսել այս պայուսակի վրա։ Տեսեք, թե ինչ արեց աղջիկս իմ պայուսակի հետ։ Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնում հատած ծառերի վերաբերյալ ստացած ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակում Բուսաբանության ինստիտուտի տարածքում զննության արդյունքում այգու հարավարևելյան հատվածում արձանագրվել է կաղնի ամառային տեսակի
ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսաբանական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16 միլիոն 570 հազար դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե։ Հակասանիտարական այս վիճակը Կորեայի ձորում 2 շաբաթից ավելի է։ Շրջանցիկ թունել 66 տան հարևանությամբ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը ողողել են ամբողջ փողոցը, հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին։ Բաղը սրանից մենք խոլեր այնք լինել։ Սենց գնում է մինչև չգիտեմ ուր է հասնում ջուրը։ Ասել վերոլ է ջուրը ասում է, ասի մեր պատասխանատվության տակ չի, բայց ճշտեցինք մեզանից փաստորեն կանալիզացիայի գումար մենք մուծում ենք։ Կոյաջրերը լցվում են տների նկուղները, բակերը խոնավությամբ լցնում նաև ամբողջ տունը։ Կոյուղագծերն արդեն մաշվել են, ասում են բնակիչները, վնասվել ու դիտահորի խցանում բացելը ընդամենը ժամանակավոր լուծում է։ Մեր տները հիմա, ասենք, այս սրանք, որ խողովակները դրանքեն են, այս երկու խողովակների ջուրը ամբողջությամբ մեր տունը լուծել։ Մենք տները նոր վերանորոգեցինք, ընդամենը երևի մի 6 ամսվա վերանորոգած էր ու ամբողջությամբ տները լցվեց ջրով, կեսից շատ է այսպես։ Քաղաքացիներն ասում են, պատասխանատուները խնդիրը իրենց գործը չեն համարում, միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից են եկել խոստացել, որ խնդիրը կլուծեն։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում առավոտյան Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհին ռուսական սահմանապահ զորքերի ՈՒԱԶ-մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Դեպքի վայրից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովը։ Ռուսաստանի մեկ այլ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը տեղում մահացել է։ Մարտի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում Նոր Գեղի Թևոսյան փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Ըստ տեղեկությունների մահացածը Հնդկաստանի քաղաքացի է, նա մի քանի հնդիկների հետ բնակվում էր այդ հասցեում։ Ըստ նախնական տեղեկությունների նա հանկարծամահ է եղել։ Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 24-ին Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին Դոջը վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն ու մինչև բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրայերթի ենթարկվածին։ Սակայն հետո բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Հետո վարորդն հազանգել է նաև ոստիկանության Սևանի բաժին։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Բարեկները սահման ազատել են տարածքը, դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը վարչության պետի, Սևանի քննչական բաժնի պետի եւ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Մարտի 25-ին շղթայական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ճանապարհին բախվել են Նիսանը, Ակուրան, Շևրոլեն եւ Լադան։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Քանի որ վթարի հետևանքով 2 մեքենան հայտնվել էին ճանապարհի մեջ, տեղում առաջացել էր մոտ 1.5 կիլոմետրանոց խցանում։ Բարեկներն էին կարգավորում երթևեկությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև իմ տեղեկություններով ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Մեկ այլ շղթայական վթար էլ տեղի ունեցել մարտի 24-ին Նոր Հաչնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW, Mercedes-ը, Opel-ն ու VAZ 2104-ը։ Մեկ հոգու օպերատիվորեն ժամանակ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Մինչ շտապօգնության ժամանումը վարորդներին ու վիրավորին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Դեպքի վայր է ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը համայնքային ոստիկանների հետ։
Աբովյան Իսահակյան փողոցների խաչմերուկում էլ բախվել են Մերսեդեսն ու Երևանի քաղաքապետարանի հաշվե կշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Բախման հետևանքով Մերսեդեսը դուրս է եկել երթավեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակը ու հայտնվել մայթին։ Օպերատիվ է գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին բաշտի պարեկները։ Պարեկները տեղում պարզել են, որ վիրավորը ոչ թե երկուսն է, այլ մեկ, իսկ քաղաքացիները նշում են 2 հոգու։ Հավանաբար վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։